Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ձեր մասնակցությունը մենք զգում ենք, ավելին ասեմ, ձեր մասնակցությունը օգնում է մեզ, որ հաղորդումը դառնա ել ավելի բովանդակալից, ել ավելի հետաքրքիր, չէ՞ որ այս հաղորդումը հենց ձեզ համար է, բարեկամներ։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես հյուր ունեմ եւ իմ հյուրն է Խորեն Հարությունյանը, Արարատյան խոհանոց դասընթացների շրջանավարտ, սկսնակ խոհարար, հայ խոհարարական համադրությունների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ։ Ողջույն Խորեն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, տրամադրությունը բարձր է։ Այո, ինչպես միշտ։ Այս բարձր տրամադրության ներքո ինչ պիտի պատրաստենք մենք հիմա։ Մենք կպատրաստենք լցոնացավ, լցոնելու ենք որսորդական երշիկով եւ սպիտակ լոբիով։ Սպիտակ լոբիով։ Իսկ ինչ process ենք անելու այս լոբուի եւ Սկզբից պետք է տապակենք սոխը, մանր կտրատված, այնուհետև երշիկը, նույնպես կտրատված, հետո ավելացնելու ենք սպիտակ լոբին, համեմելու ենք ուրցով, լով եւ աշտարակ սոսով իհարկե։ Ապրես դու։ Ես գիտեմ, որ առանց հարցնելու արդեն գիտեմ, որ միայն սոխն ես վստահելու ինձ։ Այո։ Ինչ չափսով կտրատեմ։ Փոքր մանր խորանարդիկներ։ Այո։ Շատ լավ։ Ես էլ անցնեմ երշիկին։ Դու էլ անցի երշիկին։ Ահա, բավական է սոխը։ Այո։ Այսպես։ Մի փոքր էլ երշիկ գտնեմ։ Տաքացնում ենք տապակը, սպասում ենք տաքանա, եւ հետո ավելացնում ենք ձեթը։ Ձեթը դաղում ենք, հա։ Ձեթը դաղում ենք։ Այսպես։ Ավելացնում ենք սկզբից սոխը։ Խնդրեմ։ Ավելացնում ենք սոխը։ Տապակում ենք։ Ավելացնում ենք երշիկը։ Ավելացրու խնդրեմ։ Հիմա ավելացնում ենք սպիտակ լոբին, գտալ փոխանցեք, շնորհակալություն։ Սպիտակ լոբին շատ համերի բազմազանություն կտա մեր ուտեստին։ Մի քիչ շատ ենք անում սպիտակ լոբին։ Այո։ Որպեսզի շատ ավելի բազմազան լինի։ Այո։ Պիտի նշենք մեր հեռուստադիտողներին, որ լոբին ուղղակի խաշված լոբի է, առանց համեմունքի։ Եվ մի փոքր ավելացնում ենք մեր ավանդական աշտարակ սոուսը։ Ավելացնենք ավանդույթներ յուրաքանչյուր ուտեստի մեջ։ Հիմա մենք պետք է ավելացնենք մի քիչ չորացված ուրց եւ վերջում ավելացնենք կտրտված համքեղ։ Լավ, ես համքեղը կկտրատեմ, դու ավելացրու ուրցը։ Իսկ խոհարար լինելու համար ու նույնիսկ սկսնակ ինչ որակներն ես շատ կարևորում որպես մասնագետ կայանալու համար։ Իմ կարծիքով խոհարարը առաջին հերթին պետք է լինի մաքրասեր։ Եթե մաքրասեր չեղավ, ուրեմն իր ոչ մի ուտելիք համով չի լինի ու շատ փնթիկ կլինի։ Երկրորդ կարևոր հատկությունը դա բարեխեղճությունն է եւ արդարամտությունը։ Եթե արդարամիտ չի մարդ, ուրեմն իր սարքած սնունդը նույնպես չի կարող համեր լինել, որովհետև ինքը ամբողջ հոգին չի կարող։ Ես նաև մի հարց եմ ուզում քեզ տալ, այստեղից մի հարց առաջացավ, մենք սովորում ենք, ուսուցանում ենք եւ այլն։ Ինչ ես կարծում, ժամանակը չէ արդյոք մի երթմնակալության ինչ որ մի process անցնի խոհարարը։
մեր բժիշկները ինչպես են երթվում։ Չէ՞ որ մենք էլ գործ ունենք մարդու օրգանիզմի մարդու առողջության հետ։ Տեղին չի լինի արդյոք մի տեքստ էսպես մշակենք եւ բոլոր սկսնակ խոհարարները երթվեն այդ տեքստի վրա, որ պիտի լինեն բարեխիղճ, պիտի լինեն ազնիվ եւ մաքրասեր։ Իհարկե կարող են երթալ, բայց ինձ թվում է, եթե դա ներսից չի գալիս, դե պիտի անպայման ֆիքսենք, ամրագրենք։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա մեր պատրաստված լցոնը լցնելու ենք հավի մեջ, գթալով ու լավ սխմենք, որպեսզի հավասարաչափ բաշխվի։ Բայց հավը որոշ նախնական մշակման անցել է մշակում։ Դեռ ոչ, բայց լցոնելուց հետո մենք կհամեմենք կարմիր բիբարով։ Ուղղակի լվացել ենք, մեջը մաքրել ենք։ Այո։ Շատ լավ։ Թևիկների մասերը գտրել ենք։ Այո։ Հիմա Շատ լավ։ Փորձենք սենց սպահել հավին։ Որպեսզի հեշտ լցոնենք։ Ձեր օգնության կարիք կզգամ ստեղ։ Փոքրել լցնենք եւ բավարար է։ Սա էսպես։ Իդրոնի մասին էր խոսք գնում։ Այո, այո։ Ամբողջությամբ Մարկացնում ենք հավը, ամբողջապես տեղավորում ենք հավի փոնի մեջ, այսպես և կաշիով փակում ենք, ինքը կիտրոնը շատ թթվաշ համ կտա, ինձ թվում է ավելի կբազմազանացնի համը, կբազմազանացնի, հիմա կարմիր բիբարով և աղով եվս մեկ անգամ համեմում ենք և տեղադրում ենք, իհարկե այս կաթսայի մեջ լցնելու ենք գինի և ջուր և չենք խնայելու նաև ուրցը, որպեսզի ավելի շատ լավ, բարեկամներ մենք պատրաստում ենք փաստորեն մեր խորենի հետ, կարելի ասել տոնական ուտեստ։ Այո, այո, ընտանեկան ընթրիքների համար, տոնական, շատ համեղ, արդեն հավը ախորժալի տեսք ունի ինձ թվում է։ Որ խնդրեմ ինձ կօգնեք պարոն Մամուլյան, ավելացրեք գինին, սպիտակ գինի, մի փոքր ջուր և չենք խնայում ուրցը։ Չխնայենք։ Մեր հավիկին տեղափոխում ենք ջեռուցի կաթսայի մեջ և փակում ենք փայլաթիթեղով։ Պետք է 1 ժամ 180 ջերմաստիճանի տակ եփել, այնուհետև հանել փայլաթիթեղը և ևս կես ժամ կարմրացնելու համար։ Սպասենք 1 ժամ և ուտեստը կներկայանա մեզ իր ամբողջ շուքով և տեսքով։ Խորեն ջան արդեն պատրաստվեց, մի ժամ սպասեցինք հավիկին, հիմա ինչ ենք անում։ Խորեն ջան, ես լավ չհասկացա։ Ուր է կիտրոնը։ Կիտրոնով և տակի մնացած գինով, որ ավելացրել էինք, պատրաստեցինք, այո, հյութով պատրաստեցինք թթվաշ այսպիսի սոուս և կմատուցենք հավի հետ։ Հիմա պարոն Մամուլյանը մեր հավը կմասնատի։ Մասնատեն, այ այսպես եմ ուզում մասնատեն, ինչ կարծիք ես։ Եվ մինչ ես կմասնատեմ, դու նորից բացատրի, թե ինչ պատրաստեցինք։ Ուրեմն պատրաստեցինք լցոնած հավ, որսորդական երշիկով, սպիտակ լոբով, ուրցով և հավը լցոնեցինք և տեղադրեցինք ջեռոցում 180 ջերմաստիճանի տակ մոտ 1 ժամ։ Այն կարևոր բանը չասեցիր հավին, որ մենք։ Այո, և իհարկե լիմոնով, որից հետո պատրաստեցինք այսպիսի թթվաշ սոուս, որը շատ համեղ կլինի, ինձ թվում է հավի մսի հետ։ Ինձ էլ է թվում, որ համեղ կլինի, եթե մի հատ այսպես սամիթով հավիկին, այս փոքրիկ
Միջուկը երևում է եւ կարծում եմ ուտեստը հաջողված է։ Ապրեսխորեն հենց մեջի կիտրոնով քամեցինք իրենից առաջացած հյութի մեջ, այնտեղ օգտագործել են գինի, ուրցը չխնայեցինք եւ հենց այսպիսի սոուսով էլ պիտի մատուցենք։ Լավ, խորեն դու ունես առաջարկ կամ խորհուրդ, որ մեր հեռուստադիտողներին կուզենաս հղել։ Ուրեմն կցանկանամ մեր հեռուստադիտողներին հղել, որ սիրեն բնությունը, պահպանեն բնությունը եւ օգտվեն բնության բոլոր բարիքներից։ Բարեկամներ, իրոք որ սիրենք բնությունը եւ բնությունը մեր խնամքի կարիքը ունի։ Բնությունը միայն նրա համար չէ, բարեկամներ, որ մենք միայն սպառենք, հարկավոր է նաեւ հոգ տանել նրա վերարտադրության համար։ Ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Խորենին իր բազմազբաղ ժամանակը տրամադրելու, առավել եւս այս հիանալի ուտեստը պատրաստելու համար։ Շնորհակալություն Խորեն, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, հանդիպելու ենք ամեն օր եւ պարտադրանք է սա, որ յուրաքանչյուր հանդիպում ունենա լավ արդյունք։ Այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, լինենք բարի եւ համբերատար, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Լցոնած հավ 1 հատ, սոխ 50 գրամ, որսորդական երշիկ 100 գրամ, սպիտակ լոբի 100 գրամ, լիմոն 1 հատ, աշտարակ սոուս 2 ճաշի գդալ, սպիտակ գինի 150 մգ, ջուր 150 մգ, ուրց, աղ, կարմիր պղպեղ, բարեախորժակ։